Ամբողջ խումբը չէր ուզում ինձ հետ աշխատել։ Լուրը հասավ, որ Սուրենը դարձել է տնօրեն, բնականաբար ես շնորհավորեցի առանց որևիցե նախկին վիրավորանք ապրելու։ Հորս վրա ավտոմատներով մարդիկ մտել են ու պահել են։ Իրա թատրոնը շենքը չի։ Իրա թատրոնը այդ մարդիկ էին։ Բարդ հիվանդություն եք հաղթահարել։ Երբ հարաբերությունների մեջ եմ մտել ոնց որ տղամարդու հետ, ես ունեցել եմ 3 ամուսնություն։ 4 երեխու չքնած մաման հաստատ պետքա ֆիլտրով նկարվի։ Չէ, էլի խնդրում եմ, մի ասեք։ Ողջույն, առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ։ Ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի դստեր, ով հայրիկի մահից որոշ ժամանակ անց հեռացավ թատրոնից, թե ինչու կպատմի հենց ինքը։ Նորա, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Եվ շնորհակալ եմ այդ կարևոր, ինչու՞ չէ, նաև ձեզ համար որոշ չափով ցավոտ թեման մեզ վստահելու համար, բայց մինչ զրույցին անցնելը իմ արտաքին տեսքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմինե Գաբրիելյանի եւ Տաթև Ջավալյանին։ Նորա, ձեր հայրիկը բոլորի կողմից շատ սիրելի Ալեքսանդր Գրիգորյանը տարիներ շարունակ ղեկավարել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, ձեր մանկությունն անցել է հենց այդ թատրոնում, խաղացել եք որպես դերասանուհի, աշխատել եք որպես ռեժիսոր, բազմաթիվ ներկայացումների հեղինակ եք, ճանաչված արտիստների հետ եք աշխատել, բայց հայրիկի մահից որոշ ժամանակ անց, տարիներ անց որոշեցիք, ինչպես դուք եք նշում, լուռ եւ արժանապատիվ հեռանալ թատրոնից։ Ինչ տեղի ունեցավ, ինչու գնացիք այդ որոշմանը։ Դե կարծում եմ, որովհետև յուրաքանչյուր մարդ ցանկանում է ինչ-որ զարգացում իր կյանքում, ինչ-որ փոփոխություններ, ու նույնիսկ եթե դու նույն թատրոնում ես, երբ տեսնում ես նույնիսկ քո գոլեգաները, դերասանները, սկսում ես ստանալ ավելի հետաքրքիր դերեր, աճ է գրանցվում, այսինքն ինչ-որ, եւ դու մնում ես ուղղակի ռեժիսոր, ով պարզապես չի գնահատվում, որովհետև ճահճեցման զգացողություն կար ներսումս։ Ինձ չի ներկայացնում ոչ մի փառատոնների ներկայացնելիս չեմ կարծում, որ շատ օբյեկտիվ էր վերաբերմունքը կոնկրետ իմ աշխատանքների հանդեպ, ուշադրությունը շատ քիչ էր, այսինքն քանի որ ես ներսից ու ծնվածս օրվանից գիտեմ այդ ստրուկտուրան ինչպես է աշխատում, գուցե անպագորգոր հնչի, գուցե չէ, բայց ես գիտեմ, թե ինչպես են մարդիկ պայմանավորվում, շատ ինտելիգենտ ձևով ամեն ինչը այլ մարդու մեջքի հետևում, կամ այլ մարդուն դեմ, կամ էր։ Ես այդ ամեն ինչը շատ լավ տեսնում եմ ու ճանաչում եմ առաջին իսկ վայրկյանից, ու եթե երիտասարդ ժամանակ, երբ հայրս նոր էր մահացել, ես անընդհատ լսում էի, որ Նորա դու պետքա մնաս, դու պետքա ապացուցես, դա քո ոնց որ պարտքն է, որովհետև դու պապայի աշխատանքն ես շարունակում, եկավ մի պահ, որ ես հասկացա, որ ես իմ պապայի աշխատանքը կարամ շարունակեմ ամեն տեղ, եթե ես ուզեմ, ու ոնց որ հասկացա, որ ընտրությունը ես ինքս չէի կատարել հենց այդ ժամանակ, որովհետև երիտասարդ էի, իսկ երբ որ տեսա արդեն ավելի ոնց որ ճանապարհ անցած, ինչու՞ չէ, ինչ որ խնդիրների, մահվան դիմաց կանգնած, սկսվում է այդ պիրասմուսլենյան քո կյանքի, հա, ու այդ դեպքում արդեն տեսնում ես, որ չէ, ես ինչ որտեղ շատ ճիշտ եմ ապրել, ոչ ոքին չեմ նեղացրել, աշխատանքս արել եմ այնպես ինչպես որ պետք է, գիտեմ, որ աշխատանքս գնահատված է, այսինքն ես ունեմ կոնկրետ հանդիսատես, ով գալիս են իմ կոնկրետ ներկայացումներին, ու իմ ներկայացումները տարիներով, թե Պարոնյանի թատրոնում, օրինակ Սիրելիներից մի բաժանվեք ներկայացումը, արդեն 6-րդ տարին այդ ներկայացումը գնում է, սաստավը փոխվում է, բայց խաղացվում է, որովհետև վաճառք կա, որովհետև հետաքրքրությունը կա եւ սիրված է ներկայացումը ի վերջո։ Ու այդպիսի ներկայացումներ ես գիտեմ, որ ունեմ ռուսական թատրոնում գնահատված մենակ հանդիսատեսի կողմից, ինչը ինձ համար ցավոտ էր իհարկե։ Դուք նշեցիք մինչև մեր նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ ինձ թատրոնում սկսեցին թիկունքից հարվածել։ Ովքեր էին հարվածում թիկունքից։ Իրականում ոչ թե ինչ-որ անունների մասին է մենակ խոսքը գնում, այլ ընդհանուր process-ի։ Եթե պատկերացրեք կազմակերպություն ինչ-որ product արտադրում, այդ կազմակերպության յուրաքանչյուր աշխատող պետք է
ի նպաստ լինի այդ product-ի վաճառքին, գովքին, չէ՞։ Բայց երբ որ սկսում է այդ process-ը աշխատել հակառակ, այսինքն յուրաքանչյուր կազմակերպության ոնց որ անդամ սկսում է իր կողմից կողոպտել, նեղացնել, բամբասել եւ այլն, այսինքն տարածել այն, ինչը ճշմարտությանը չի համապատասխանում, գուցե եւ սուբյեկտիվ է նաեւ ու փչացնում է ընդհանուր ոչ թե մենակ իմ ներկայացման, ինչի է ես ասում արժանապատիվ գնալու մասին, այլ այստեղ ներկայացումներիս հարցը չէր միայն, այլ այն հարցը, որ մարդիկ այդ բամբասանքներով, այդ ոնց որ process-ով իրանք իջեցնում էին թատրոնի պլանկան, այդ իմ կարծիքն է, ու ոնց որ հայրս անընդհատ ասում էր, որ անընդհատ խոսեք, թե ինչ լավն եք, ներկայացմանս վերջին բեմադրության մեջ, записки юного врача, այդտեղ ոնց որ դրել եմ այդ ֆրազան, всегда хвали себя первым, помни, источник забывается, а информация остается. Այսինքն անընդհատ պետք է գովք լինի, եթե դու մի թեմի մեջ ես աշխատում, եթե քո ոնց որ կազմակերպությունը, թիմը բաժանված է մասերի, օրինակ ես ուղղակիորեն հրաժարվեցի այդպիսի process-ում լինել ու կարծում եմ այդ ամենաառողջ այս դեպքում գնահատականն էր դրա սիտուացիային։ Թատրոնում այն մարդիկ էին, այն դերասանները, ովքեր ձեր հայրիկի կենթանության ժամանակ վայելում էին նրա սերը, շատ մտերիմ էին եւ նաեւ ձեզ հետ ինչպես հարաբերությունները փչացան ու ովքեր մնացին ձեր կողքին։ Աբսոլյուտն որևիցե մեկի հետ շփում չեմ ունեցել ու իրականում ամեն ինչ ոնց որ ճիշտ է գնում։ Քանի որ հայրս մահացավ ու ի սկզբանե ոնց որ ամբողջ խումբը չէր ուզում ինձ հետ աշխատել ու ակնհայտ դրա մասին խոսել էր, այսինքն ստորագրահավաքներ էին, ինտերվյուներ կատաստրոֆիկ, այսինքն ինձ համար հիմա, երբ որ ես կողքից եմ նայում, այդ գնահատականն եմ տալիս, Աստված իմ, դա ինչ որ երիտասարդ աղջնակ էր, էլի, ով շատ էր ուզում պապայի գործը շարունակեր ու որևիցե ֆինանսական, չգիտեմ, մարդկային խարդախությունների մեջ դեռ թաթախված չէր, կարելի է այսպես ասել։ Ու այդպես կոտրել իհարկե խմբակային մարդուն մի քիչ շատ մեծ պատասխանատվության է բերելու ի վերջո։ Այդ իմ կարծիքն է։ Կար ինչ-որ մեկը, որ ձեր կողքին էր այդ օրերին։ Իմ կողքին եղել է մի հոգի իմ ընկերներից, դա իմ գլխավոր հերոսն է Վլադիմիր Օհանյան, ով ավարտել է ոնց որ պապան կուրս էր բացել ռուսական թատերական ինստիտուտում եւ մահվանից հետո ես ավարտացրեցի երեխաներին, շատերը ընդունվել են հենց թատրոն աշխատանքի, որովհետեւ ես փորձել եմ մաքսիմալ ձևով ինտեգրեմ իրանց մենակ Վլադիմիր Օհանյանը։ Դուք նշում եք, որ ձեզ փորձում էին հեռու պահել ամեն ինչից, ես նաև տեղյակ եմ, որ ձեր փորձերի ժամանակ դերասաններից շատերը չէին ներկայանում։ Նախ որպես ռեժիսոր ինչ հոգեվիճակում էիք եւ ոնց էին պատճառաբանում, ինչու չեն գալիս փորձի։ Հետաքրքիր տեղեկություն ունեք, ասեմ, գիտեք ինչու՞ն էր խնդիրը։ Ռեժիսորը պետք է ունենա ավտորիտետ։ Ու այդ ավտորիտետը ոնց որ կամ դու ձեռք ես բերում քո աշխատանքների ընթացքում, ինչը կարծում եմ ինձ մոտ ձեռք բերած գոնե մի քիչ կար, себя не похвалишь, никто не похвалит, չէ՞։ Բայց չգիտեմ, գնահատականս գուցե շատ ցած ես է սիրականը, բայց դա էլ է ռեժիսորի բնության մեջ մտնող բան։ Ու նամանավանդ եթե ոնց որ մենք խոսում ենք ռեժիսորից, ով ի վերջո եսակենտրոն է ու իհարկե կցանկանա, որ ամենատարական կուլտուրայի մասին է խոսքը գնում, տեղեկացված լինի, ով կլինի իր փորձին, իրան հաճելի զգա, երբ դերասանը ժամանակին է գալիս աշխատանքի, երբ դու չես սպասում, ես ինքս ուշացող եմ, այսինքն ես հաստատ 15-20 րոպեն ուշանում եմ։ Ու ասածս դրա մասին չի, այլ ոնց ես դու դրան վերաբերվում, ոնց ես դու դա մատուցում, ոնց ես դու ուզում ցույց տաս դա, դու թքած ունես, թե դա իսկապես այդպես է ստացվել։ Այսինքն այնքան մանրակրկիտ տենց նյուանսներ կան, որոնք ի վերջո կուտակվում են։ Օրինակ ինձ համար, եթե արտիստը չի ներկայացել փորձի, ու մենք խոսում ենք օրինակ ներկայացումից 12-ն է այդ ժամանակ փորձանում։ 12 հոգի պետք է լինեն, այդպիսին է պիեսը, ոնց որ ես ոչ մի նոր բան չեմ հորինել, երբ խնդրել եմ 12 հոգի գան փորձի, ու գալիս էին 7-ը, 6-ը, ու ոնց որ այն մարդկանց կեսը, ովքեր չէին գալիս, շատ կարևոր ասում էին, որ դե գիտես, ոնց որ մենք տնօրինության մոտ ենք, այսինքն այդ ինչ որ
ինձ համար շատ խորտ բան է, որովհետև արվեստով զբաղվող մարդը այդ մինիստրական ոնց որ ու թղթաբանական process-ից շատ հեռու մնացող մարդը ի վերջո իր համար ունի ոնց որ չգրված օրենքներ, արտիստը պետք է չգա ներկայացման, եթե ինքը մահացել է, в общем կան տենց ներքին կուքնային անգամ հարազատի մահվան դեպքում ներկայանում մեզ մոտ ժամանակին ոնց որ նույն Ֆրեդ Դավթյանը ես գիտեմ որ իր հոր մահն էր ինչքանով հիշում եմ, բայց ինքը եկել ու խաղացել է։ Դուք թատրոնից հեռացաք այն ժամանակ, երբ որ թատրոնը ղեկավարում էր ձեր հայրիկի մտերիմ ընկերոջ Վահե Շահվերդյանի որդին Սուրեն Շահվերդյանը։ Ինչ հարաբերություններ ունեք։ Շատ լավ, մենք ունեցել ենք ոնց որ ի սկզբանե խոսակցություններ, այսինքն հենց այն ժամանակ, երբ որ ամբողջ խումբն էր դեմ դուրս եկել եւ ստորագրահավաքներով ու ոչ միայն, ոնց որ շատ ծև իրավիճակ էր ու ես հասկանում եմ, թե ինչքան դժվար էր դերասաններին այդ ժամանակ իրականում, որովհետեւ կորցնել պապա ու ոնց որ այդպիսի պապա թատրոնի ղեկավարության մասին խոսքը գնում, դա շատ ոնց որ դևերի ու սև մտքերի է բերում ու աբսոլյուտն մարդը երևի թե ամենը իր փրկությունը ինչ որ ձև է փնտրում ու ոնց որ ես երբեք դրա այդ process-ի նեգատիվով հիմա չեմ վերաբերվում թե ինչ պատահել է ժամանակին ու ոնց որ Սուրենն էլ իր կողմից ուներ հետաքրքիր ինտերվյուներ նույն իմ աշխատանքների մասին, որոնք քարկոծվում էին, բայց ինքը երբեք չէր նայել իմ ներկայացումները այդ ժամանակ։ Ուղղակի խոսակցությունով, որը թատրոնից է դուրս եկել, այս դրա մասին եմ խոսում։ Փորձել եք ընդհանուր լեզու գտնել։ Շատ լավ միանգամից, այսինքն ես շփում չեմ ունեցել, ես հիշում եմ փոքր ժամանակ ոնց էին գնում իրանց տուն։ Ու այդ ժամանակ ինձ շատ լավ էր, որովհետև այս վերջերս էլ հիշել եմ Արգիշտին, իր ընկերոջը, որը որ մեր մոտ փոխտնօրեն է, կարծեմ ինչ որ մի գծով, էլի շատ հետաքրքիր անձնավորություն է։ Ես իրան եմ հիշում ու հիշում եմ Սուրենին ու հիշում եմ Վահե Սուրենիչի թորնիկների նկարները, ասենց ձեռքերի տեղերով։ Ոչ շատ բան եմ հիշում ու միևնույն այդ ջերմությունը միշտ պատած է եղել հոգից, որտեղ դա իմ պապայի Իսկ խոսակցություն ունեցել եք Սուրենի հետ, օրինակ թատրոն վերադառնալու մասին, ձեր ցանկություն հայտնել եք կամ գուցե ինքն է առաջարկել։ Ոնց որ իմ մոտ այդ տպավորությունները մանկությունից եկած, ջերմագույնս թե իմ պապայի որպես ընկերություն, ես հիշում եմ Վահե Սուրենիչի հետ ֆանտաստիկ, ոնց որ մակարդակի մասին ենք խոսում, ավաղ հիմա ռեժիսորները այդպես չեն շփվում ու ընկերություն չեն անում, դա մի հատ առանձին կուլտուրա էր ու նույնիսկ սուբ կուլտուրա էր, այս դեպքում երբ օրինակ Վահե Սուրենիչը հրավերք էր ուղարկում Ալեքսանդր Սամսոնիչին ու կամ էլ Երվանդին Ղազանչյան, իրանք իրար մեջ ունեին որոշակի ռեժիսորական մրցողականություն ու դրա հետ մեկտեղ պահում էին ամենավեր ոնց որ գաղափարների ընկերությունը ու շատ իրար դիմաց ճշտախոս էին, ճիշտ ճանապարհ անցել էին, չճշտախոսության ու էտել էր process եղել, բայց այդ ամեն ինչը շատ մշակույթի մեջ էր, ոնց որ ինքը շատ ինտելեկտուալ էր ու գեղեցիկ էր, էլի այս դեպքում։ Ու բնականաբար Սուրենի հանդեպ որևիցե նեգատիվ բան ես չեմ կարող ունենամ, դա իմ մանկությունն է, դա իմ հորս արյունով անցած այն ընկերությունն է դեպի այդ ազգանունը, որը որ ես դավաճանել չեմ կարող ու դա եղել է իմ հոր ընկերների, յուրաքանչյուր ընկերների կապ չունի կին թե տղամարդ, այդ զգացողությունը իմ մոտ եղել է միշտ։ Ու Սուրենը, երբ որ ես ոնց լուրը հասավ, որ Սուրենը դարձել է տնօրեն, բնականաբար ես շնորհավորեցի առանց որևիցե նախկին վիրավորանք ապրելու, որովհետև ժամանակը գնում է ու այնքան ահավոր է, եթե դու քեզ հետ քարշ տաս ինչ որ մի ինցիդենտի նեղվածություն մի քանի տարիներ, մեղք կա հոգիդ, էլի չես դիմանա հաստատ։ Ու
ու ես գրեցի նամակ ու ինքը ինձ զանգեց, շատ ջերմ խոսակցություն ունեցանք, ասեց, որ շատ սիրում է մեզ ու մեր ընտանիքը, ու ես էլ ասեցի նրա մասին, որ это всё взаимно, ու եթե դու թատրոնի համար ես, ես քեզ հետ եմ մինչև վերջ։ Թե մնացած ընտրությունը ո՞նց է կատարվել, ես ավաղ այդ process-ին չեմ ոնց որ ներկա եղել, բայց ես անընդհատ Սուրենին վստահեցրել եմ, որ ես այն մարդն եմ, ով հաստատ քեզ կօգնի քո ուզած կամ քո չուզած, քո տեսած ու թատրոնը կառուցելիս, որպեսզի դու կարողանաս նաև որակով բաներ ունենաս։ Ես ասել եմ, որ նվիրված ընկեր եմ թատրոնին առաջին հերթին, որովհետև այդ թատրոնը շատերը հիմա չեն հիշի, բայց իմ հայրս ոնց որ փրկել է ու փրկել է ոչ մի անգամ ատամներով է պահել, եղել է շրջան, երբ ռուսական թատրոնը ուզում էին փակին ու մի շրջան չի եղել, հուսամ այլևս չի կրկնվի այդպիսի բան, ու ես գիտեմ, որ հորս վրա ավտոմատներով մարդիկ մտել են ու պահել են, բայց ինքը մնացել է իր ոնց որ պրինցիպներով ու ամեն ինչ արել է, որ այդ թատրոնը աշխատի, խաբեության է գնացել, ասել է դրանս հետևում ռուսական KGB-ի ժողովուրդն է կանգնած, ինչը абсолютно ռուսերեն դա կոչվում է на понт взять, просто трюк է արել, որ կարողանա սիտուացիան այլ ձև փոփոխի, բայց այդ մեծ սիրո ու մեծ նվիրվածության ու հարգանքի մասին է ու ծիծաղելի է, որ իր երեխաները դա չշարունակեն։ Ես արդեն նշեցի, որ ձեր մանկությունը անցել է այդ թատրոնում ու վեր կենալ ու հեռանալ, դա պատկերացնում եմ, որ մեծ ստրես է եղել ձեզ համար ու վստահ եմ, որ Ալեքսանդր Գրիգորյանը, եթե տեսներ, ուրախ չէր լինի, որ դուք հիմա թատրոնում չեք, որովհետև ինքը կենթանության օրոք նշում էր, որ Նորան իմ թատրոնի եւ վաղվա հույսն է։ Իր թատրոնը շենքը չի։ Ու այդ շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Իր թատրոնը այդ մարդիկ էին ու այդ շկոլան էր, որ ինքը դասավանդում էր։ Ինչի եմ ես կարողանում ներեմ ու սիրեմ, որովհետև իրանք յուրաքանչյուրը այդ շկոլայի փոխանցողն են, ուզեն թե չուզեն, ու այդ չի փոխվելու երբեք, ու իմ վերաբերմունքը դրա համար չի կարա փոխվի, իմ սերը շատ մեծ է, որովհետև յուրաքանչյուրի մեջ իմ պապայից կա, ու այդ շենքից գնալը իրականում հենց շենքից եմ ասում, որովհետև դերասանները կան, ինչքան իրանք կան, ու եթե մի քիչ էլ խելացի լինեն ու կարողանան հետագա սերնդին դա փոխանցել, այդքան իմ պապայի թատրոնը կապրի։ Դրա համար շենքից հեռանալը ես չեմ կարծում, որ իմ պապան ինձ կդատապարտեր կամ կմտածեր, որ ես սխալ եմ արել։ Ես գիտեմ, որ ինքը չէր մնա, եթե ինքը իմ սիտուացիայում լիներ, որովհետև ինքը կրկին անգամ ոնց որ ասեմ, ռեժիսորը եսա կենտրոնել է ու եթե հարիր ոնց որ վերաբերմունք չի ստանում նվիրվածությանը ու շատ բաներին, գուցե նաև անփորձությունից խալմունքներ է տեղի ունենում, դա էլ է ներելի, չէ, որ օրինակ իմ պապայի պատմություններից կան ֆենոմենալ պատմություն, երբ ինքը Ռուսաստանից հրավիրում է, որպեսի թատրոնը պնդեցնի ամենասկզբում, Ռուսաստանից հրավիրում է արտիստներ, շատ հետաքրքիր արտիստներ, այսինքն նույն իմ ազգանուններ չեմ ուզենա ասեմ, որպեսի կարողանամ հետագա պատմությունը շարունակեմ, ու այդ դերասանները ոնց որ պապայի վրա անանուն նամակներ էին գրում եւ այլն ու ոնց որ պապան էլ եղել է երիտասարդ ու անփորձությունից սխալ ինչ որ ռեակցիա տվել ինչ որ process-ի ա բերել բայց այդ մարդիկ մինչ օրս կան նույն այդ Ռուսաստանից դերասանները ովքեր արդեն այլ բեմերում Ռուսաստանի շատ հարգված եւ ի վերջո պատմություն անցած դերասաններ են իրանք իր մեջ տանում են այդ կուլտուրան պապայի ու հենց այդ process-ը ոնց որ
դերասանի հետ աշխատելու ու իրար ներելու, իրար ընկեր լինելու ինքը հիմա ոնց որ բացակայում է։ Եթե պապան լիներ ու դա բացակա էր, ինքը չէր մնա այդտեղ։ Իրան ոչինչ պահող չէր լինի։ Նորա, իսկ երբևէ զգացել եք, որ օրինակ մարդիկ վախենում են ձեր մեջ տեսնել հոր շարունակությունը։ Դե գուցե, իհարկե, ոնց որ այդ հիշում եք, տենց մուլտիկ կար Կարոլ Լև, այդ իմ սիրած մուլտիկներից է մինչև հիմա, ու կարծում եմ մենք հենց այդ կուլտուրայի վրա մեծացած երեխեք ենք, որտեղ որ ոնց որ հոր գործը պետք է շարունակես, ու դա սովորեցնում էր նույն Դիսնեյը հենց էլի, այսինքն ու օրինակ այդ մուլտֆիլմում հենց կա լավ ֆրազա, երբ հայրը երկնքից իջնում է որպես ամենավառ աստղերից մեկը, հարցնում է, ասում է «Ты забыл себя?» Ասում է «Нет». Ասում է «Ты забыл себя, значит, ты забыл меня. Вернись в круг жизни». Ոնց որ չես կարող դա չարտացոլել, չես կարող դա չունենալ, որովհետև դա քո բնության մեջ է։ Եթե նամանավանդ դու ոնց որ որոշել ես այդ սկալայի մեջ լինես, որպես լևոնակ, ու փախնես այդ տեղից, միևնույն է այդ ցանկությունը հետ դառնալու ներսդ կա, իսկ թե ինչպես են այդ ցանկությունը տեսնում մարդիկ, ոնց որ այդ իրանց վախերն են, ինչից պետք է վախենաս, 32 տարեկան 4 երեխայի մամայից, ով սիրում է իր գործով զբաղվել, չէ, ուրեմն ինչ-որ ավելի կարևոր բան կա, եթե օրինակ տեսնում են դա, բայց չէ, որ օրինակ ես ինձ ուժեղ եմ համարում, որպես թե մարդ, եւ թե ռեժիսոր, եւ թե կոլեգա, որովհետեւ ես կարողանում եմ տեսնել տաղանդավոր ռեժիսորների լավ աշխատանքները ու դա ընդգծել ու կարծիք հայտնել դրա մասին, սիրել օրինակ նույն, չգիտեմ, Նարինե Գրիգորյանի ներկայացումները, ինքը իմ դասախոսն է եղել, բայց դրա հետ մեկտեղ, երբ որ դու արդեն դառնում ես ռեժիսոր, միևնույն է, այլ ինչ-որ կալիգյալնստիա մտնում այդ ամեն ինչի մեջ, Գոր Մարգարյանի ներկայացումները, որը որ հասցրել եմ նայեմ, նույն մեր թատրոնում բեմադրած, կարողանալ ընդունել դիմացինի տաղանդը, դրա մեջ է ամենամեծ ոնց որ սենց ուժը այս դեպքում, եթե այդպիսին չես, ուրեմն վախկոտ ես, ես մեղավոր չեմ դրա մեջ։ Երբ հեռացաք թատրոնից ավելի շատ թեթևություն զգացիք, թե դատարկություն։ Ես այդ ժամանակ շատ տարված էի իրականում Յունգի ոնց որ գրականությամբ, այսպես ասած, տեսություններով, եւ մինչ օրս էլ շատ անգամ հետ եմ դառնում դրան։ Ու ինքը ունի այդպիսի ոնց որ տեսություն, որ եթե դու հրաժարվես այն նրանից ինչից որ չես պատկերացնում, որ կյանքումդ կարաս հրաժարվես, այդ պահից սկսած կսկսի քո իսկական ոնց որ կյանքի գիծը։ Ինձ համար միշտ վախ ա եղել, ոնց ես թատրոնում չլնեմ, բա ինչ, բա ոնց։ Իսկ հետո հասկացա, որ դա շենքի մասին եք, էլ այսինքն նորից խոսում։ Եթե շենքի մասին եք խոսում, ինչ ասեմ, շատ լավն է շենքը ու շատ էլի հորս կողմից պահած շենք է ու էներգետիկայով լի շենք է, որին ես օրինակ ամեն մի ներքին փոփոխությունը ոնց որ ինձ համար շատ ուժեղ վեր կբացվի։ Ես հասկանում եմ, որ թատրոնը պետք է տեխնիկապես զարգանա, որ պետք է ոնց որ ռեմոնտ լինի, հիմա վերանորոգում են։ Վերանորոգումներ են փուլային գնում, անընդհատ են գնում, նոր բեմեր են բացվում, նստատեղերն են փոխվում։ Հա, ու ոնց ես դեմ չեմ, իհարկե պետք է հարմար լինի, բայց ես ոնց որ այն փոքրիկ երեխան լինեմ, որ իր տան ռեմոնտից հետո չի ուզում այդ տուն գնա, որովհետև ինքը իր նկարած պատերն է սիրում։ Քանի որ ես որոշում ինքս ինձ համար կայացրեցի չփակել իմ ներկայացումները,
Այսինքն իրանք գնան եւ ռեպերտուարի մեջ են եւ ինձ անդադ մատնանշում են, որ դա ոնց որ դա էլ է վերաբերմունք, չնայած ես կրկնում եմ, որ գիտեմ, որ հանդիսատեսը սիրում է այդ ներկայացումը, այսինքն պահանջարկի մասին ենք խոսում։ Ես որպես ոնց որ ռեժիսոր արտաքինից երևի թե որովհետև կրկնում եմ ես թղթաբանությունով չեմ սիրում զբաղվել։ Ես ուղղակի պահում եմ իմ ներկայացումը, թե դրա համար կվճարեն ինձ, չեմ վճարի, որպես հրավիրալ ռեժիսոր ռեկոնստրուկտոր կգրացեն, ինձ աբսոլյուտն մեկը։ Իսկ ուրիշ թատրոններում բեմադրություններ անելու ցանկություն կամ առաջարկ կա կամ կլինի։ Բնականաբար հիմա շատ հետաքրքիր process-ի մեջ եմ ու շատ հետաքրքիր նոր ընկերներ եմ ձեռք բերում թե կինոինդուստրիայից եւ թե թատրոնից ու ծանոթանում եմ այն սենց երիտասարդ այդ հիդրոյի հետ իսկ ես էլ հայրս էլ դրա համար խելագարվում էինք, որովհետև դրանում է թատրոնի ոնց որ ռիթմը երիտասարդության մեջ։ Շատ մեծ մտքեր կան ու անընդհատ process-ի մեջ ենք ու գեներացնում ենք ինչ որ բաներ ու ես համոզված եմ, որ շատ շուտով ինչ որ բան դուք կլսեք, որը կզարմացնի, բայց նաև շատ քնքշորեն կշոյի հոգին։ Կսպասենք անհայտեր։ Նորա դուք այս ընթացքում նաև բավական բարդ հիվանդություն եք հաղթահարել, որը պիտի չկրկնվի եւ պիտի հետևեք, որ չկրկնվի։ Թատրոնից հեռանալը ինքնին ստրես է ենթադրում եւ ոնց կարողացաք ինքներդ ձեզ պաշտպանել ու ինչ փոխվեց այդ հիվանդությունը հաղթահարելուց հետո ձեր կյանքում։ Գիտես, իրականում ես вообще դժվար չեմ ապրել թատրոնից գնալը։ Անկեղծ, այսինքն ես այնքան երկար 8 երկար թե 7 երկար տարիներ եմ եկել դրան պատրաստվել։ Հա, ոնց որ երբ որ ես դուրս եկա ստորագրությունը դնելուց հետո ես այնքան հանգիստ էի, այնքան ազատ էի, ինձ համար իրականում ոչ մի փոփոխություն չէր կատարվել։ Ու այդտեղ ես անկեղծ ծանր չեմ տարել։ Իմ մաման շատ ծանր է տարել։ Իմ մաման շատ ոնց որ ինձ ասում էր, որ խելագարվել եմ, ու մարդիկ մտածում էին, որ ես խելագարվել եմ, ու գուցե եւ խելագարվել եմ, բայց թող որ յուրաքանչյուրի մոտ այդ խելագարությունը լինի ուրեմն, որովհետեւ դա լավ խելագարություն է, երբ որ դու սկսում ես իմանալ, զգալ ու տեսնել, թե դու ինչ ես ուզում, թե մարդիկ քեզ ոնց են վերաբերվում ու իրոք դու արժան ես դրան, թե արժան չես, թե ինչ որ պապայից եկած նեղվածություններ վդրուկ մարդիկ որոշել են վերագրեն քո վրա, մուրը այդ ուժեղ քար ու սար մարդու, որը իր մեջ անծայրածիր հոգի էր տանում, անծայրածիր հումոր էր տանում ու տարածում մենակ ոնց որ դրականը։ Ես չեմ տեսել, որ իմ պապան այն լուրջ գեղարվեստական ղեկավարների պես սիգարետ ձեռսս լուրջ ջաջա լիներ, ասենք, չէ, իմ պապան տենց մարդ չի եղել ու դրանում էր իր այդ ոնց որ լույսը, ինքը լույս էր տարածում։ Թե ոնց են այդ մարդուց նեղացել, ինչ-ինչ պատճառներով, գուցե ինչ որտեղ խստության, գուցե ինչ որտեղ իր предвзятое отношение, ոնց իրանք էին մտածում, ու իրանք համոզմունք ունեին, որ ոնց որ այ հիմա կգա նոր ռեժիսոր եւ ամեն ինչ կփոխվի։ Ոնց որ շատ կուզեի հարցնել գոհ եք փոփոխությունից, թե չէ, որովհետեւ օրինակ կան դերասաններ, որ հիմա ես իրանց նույնիսկ չեմ տեսնում, չեմ լսում իրենց մասին։ Կան կոնկրետ դերասանական խումբ, ով թնդում է, ոնց որ նույնն է կատարվում, ինչով որ եղել է պապայի ժամանակ, որովհետև ռեժիսորները ունեն ֆավորիտներ ու դա չես կարող չընդունել ի վերջո։ Ռեժիսորը ունի իր համար գլխավոր դերասանուհի, ճիշտ է, մեկ ու մեջ դու պետք է ոնց որ արդարության համար պահպանես ինչ որ բնության կանոններ ու կարողանաս ուրիշների հետ էլ աշխատես, բայց ռեժիսորն էլ է մարդ։ Ու այդ ոնց որ էլի դատողության մատնել, մի հատ էլ ոնց որ այդքան հոգեբանական ծանր բաների մեջ գցել այդ մարդու որդուն հաստատ պետք չի, որ ես խորհուրդ չեմ տալիս։ Ինձ թվում է հիվանդությունս պրոստը եղել է այդ բոլոր հավաքված խնդիրների, որոնք որ ես ասենց ատամներս կրճտացնելով փորձում էի այդ ճանապարհը անցնել,
ոնց որ այդ իմ մարմնի ու օրգանիզմիս բանն էր, հապատասխանը, որ վերջ տուր, ոնց որ չի կարելի, դու չպետք է քո հետ սենց վարվես։ Ու ես հենց տենց էլ լսեցի իրան, այսինքն եթե ինչ որ նույնիսկ պահ կար, որ շատ վախենալու էր ու չգիտեինք ինչա լինելու հետո, ես այնքան իմ մեջ նախ ոնց որ ես ինձ ասացի, որ քույրիկ ջան դու իրավունք չունես ոնց որ հանձնվելու, որովհետև ստեղ ոնց որ չէիր մտածում երեխա ունենալուց, որ դա կարա լինի, որտեղ էլ է պատասխանատվություն, մենք դա էլ չենք անում, մենք շատ ինտուիտիվ ենք երեխա ունենում, բայց անընդհատ պետքա ոնց որ հասկանաս մասշտաբը, թե դու ով ես լինելու այդ երեխու համար, ու ոնց որ վաղաժամ մահը աբսոլյուտ պլանների մեջ չպետք է մտնի, ու այդպես ոնց որ ես ու նաև ոնց որ այդ գիտակցությունը, որ Նորա ջան, ինչ որ մի բան շատ ուժեղ, այն չես անում քո կյանքում, ուրիշ տեղ ես, ու ես փորձեցի լսել իմ օրգանիզմը ուղղակի։ Նորա հարթ չի եղել նաև անձնական կյանքը, երկու ամուսնություն եւ ամուսնալուծություն, առաջին Երկուսը գիտեք։ Երկրորդն էլ գիտեմ։ Ձեր առաջին ամուսինը հենց ձեր թատրոնի դերասան Էրվին Ամիրյանն էր, ում հետ ունեք 3 հրաշալի բալիկներ, երկրորդ անգամ ամուսնացաք ու նշում եք, որ գտել եմ այն տղամարդուն, ով իսկապես կարող է ինձ երջանիկ դարձնել, ունեցաք 4-րդ բալիկը։ Ես միանգամից վերցնում եմ ամբողջ պատասխանատվության փաթեթը, պրեմիում փաթեթը, հենց իմ վրա։ Ու հետո սկսում եմ, հետո ոնց որ բան ունեի, երևակայության խնդիր ունեի։ Ես շատ անգամ, երբ հարաբերությունների մեջ եմ մտել ոնց որ տղամարդու հետ, ես ունեցել եմ 3 ամուսնություն։ Ես իրան իմ գլխի մեջ նկարում եմ, հետո սկսում եմ իրան այդ նկարած ձևով շորերը հագցնել, ինչ որ տեղեր դուրս գալ, ու ոնց որ չեմ տեսնում իսկական այդ մարդուն։ Ու երբ որ հանդիպում եմ, սկսում եմ հանդիպել, այսինքն այդ կոնֆետ բուկետնի պերիոդն է անցնում, ես սկսում եմ շատ ուժեղ կռիվների մեջ, այսինքն process-ի մեջ ես մտնում, որ ինչի դու այն ժամանակ այն սենց էիր, բայց նենց էիր։ Ախր ինքը տենց էր, ես էի լրիվ ուրիշ ձև երևակայությունն ու իրականությունը չեն համընկնում։ Բայց օրինակ այս իմ նույն թատրոնից գնալուց հետո կային պերիոդներ անձնական կոնկրետ, որ ես շատ ծայրահեղ վիճակներում էի, ու ինձ շատ օգնեց Էրվինը, ոնց որ ես իր կողմից շատ ուժեղ պատժկա եմ ստացել, ու ինձ համար մեծ ոնց որ երջանկություն է, որ մենք ի վերջո մի խոսակցությունից հետո, երբ զանգել էր ինքը, ճշտեր աղջիկս լավ չի զգում դպրոցում, պետք է գնալ հետևից թե չէ, ասեցի արի վերջ տանք էլի խնդրում եմ, ամբողջ այդ ամեն ինչին պետք է վերջ դրվի, որովհետև դու պատերազմում ես իմ 2014 թվականի Նորայի հետ, ու ես էլի պատասխան ոնց որ քեզ եմ այդ ինչ որ պատասխաններ տալիս, բայց մենք ունենք բալիկներ, ու իրանք մեր հետ են հələ շատ երկար լինելու, մենք էլ իրանց ու ուզած չուզած գոնե ըստ օրենքի մինչև 16-18 տարեկան պետքա տանենք այդ մարդկանց, այսինքն անհնարին է արդեն այդ տեսակ շփումը, ու ինքն էլ շատ ջերմ պատասխանեց դրան, ու մենք ոնց որ կարողացանք առանց հավելնորդ արդեն բարձաբանումների ու խոսքերի գանք այդ եզրահանգման, որ հիմա վсё, հիմա ուրիշ ձև է, ու արդեն երեխեքն էլ սկսեցին այդ զգալ, այդ լարվածությունը ընդհանուր չկար, ես վերջերս նույնիսկ երբ որ ծայրահեղ վիճակներից մեկում էի, մի քանի անգամ շատ ջերմ խոսակցություն ունեցա իր քրոջ հետ, որը Գերմանիայում է, այսինքն միջև այդ ես խոսացել եմ եկել դա մեր բաժանվելուց առաջ այդ քրոջ հետ, Դիանայի հետ, ու այնքան են որ այլ պլաստերի մասին է խոսքը գնում, երբ որ դու բոլոր սիտուացիաներից ավելի բարձրից ես նայում, երբ որ դու արդեն զգում ես պատասխանատվությունը, դու զգում ես ով է քո հետ խոսում այդ փոքրիկ մարմնի մեջ, ինչ մտքեր է ինքը ձևակերպում ու ոնց որ ասում դա, ու ես շատ ուրախ եմ, որ մենք այն ծնողներից եղանք, ովքեր ասենց
վերցրեցինք այդ պատասխանատվությունը մեր ուսերի վրա։ Ցավոք մեր երկրում եւ ոչ միայն ոնց որ այդ 21 տարեկանում արագ ամուսնանալ, երեխա ունենալը այդ ադատների մեջ մտնող բան է։ Ու երիտասարդները, ինչպես նաեւ ես միջև այս վերջերս, ես չէի հասկանում մասշտաբը, որ դու հիմա անձ մարդ ես ձևավորում քո յուրաքանչյուր պահվածքով դու իր համար ինչ որ բան ես անում։ Не воспитывайте детей, воспитывайте себя։ Ու ես ուրախ եմ, որ ես ու Էրվինը կարողացանք կանգ դրան ու մեր ընտանիքներն էլ եւս։ Գիտեմ, որ մայրիկն էլ անընդհատ մամայիս ոնց որ առողջությունից է հարցնում, մենք էլ չգիտեմ, երեխեքը փոխանցում են թե չէ, մենք էլ անընդհատ անհանգստացած ենք այդ տան ոնց որ բարվոքության լինելով։ Ճիշտ է, մենք ինչ որ կոնկրետ ամենօրյա կապի մեջ չենք, բայց երբ պետք է մենք կանք իրար կյանքում ու այդ շատ կարևոր է իմ համար։ Նույնը կարող եմ ասել Դավիթի հայրիկի Արմենի մասին, ինքը իսկապես շատ կենսուրախ մարդ է, ու երբ որ ես ինտերվյու տալիս էի, թե ես զգում եմ, թե հիմա ինչ է երջանկությունը, ինքը միջև հիմա էլ տենց է, ու ոնց որ ուզած չուզած երկրում չի Պոլշայում է, ու երբ որ զանգում է շփվելու, չի ստացվում նենց որ ինչ որ նեղացած կին մնաս, հասկացար նախքին ինչ որ պատտվես գնաս խոսա, հա, բալես վանտաս հեռախոսը, որ երեխեն խոսա, որտեվ մեր մոտ ուրիշ վայբ է աբսոլյուտն։ Ճիշտ է, շատ ծայրահեղ է բաժանություն եղել, այսինքն իմ այդ վառվելու, կարմրելու ջղայնության արդյունքում այն կհայտնվել Պոլշայում, բայց էլի շատ ջերմ է ամեն ինչ։ Ես անկեղծ, որ ինքը զանգում է ու մենք խոսում ենք, իր հումորները, իր այդ ինքը կարողանում է կյանքը սիրիր ուրիշ ձև, ասած աբսոլյուտն ավլաց ներողություն արտահայտությանս համար ձևով, աբսոլյուտն ինչ որ sense բրեմենյան երաժիշտների տրամադրության, այսինքն մորը Պակալենը այդտեղ մի քիչ պատասխանատվության իհարկե level-ը պակաս է, բայց ինքն էլ այդպեսին է, ոնց որ ես աբսոլյուտն իրան ընդունել եմ այտենց ու մենք էլի շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ես կարծում եմ, որ դա կարևոր է երեխեքի համար։ Ու նամնոտ փոքր տղա երեխայի, ով ձևավորվում է այնտեղ, որտեղ որ երեք երեխան ում պապան Երևանում է, գալիս է ոնց որ վերցնում է իրանց տանում է շփման, այս վերջերս ի դեպ էլի շատ շնորհակալ եմ Էրվինին, որ արդեն փորձում է ընդունի Դավիթին որպես հարազատ եղբայր ու մի քանի անգամ նույնիսկ տուն է հրավիրել 4-րդ բալիկին, ինձ համար է շատ կարևոր է, որտեվ իրանք իմ համար sense պրինցիպիալ ձևավորվում են մեկ օրգանիզմի ոնց որ սիստեմով ու այդ տարբերությունը ես չէի ուզենա որ դրվեր։ Չեմ ուզում հուզվեք, բայց ուզում եմ նաև խոսենք հայրիկի վերջին օրերի մասին, որովհետև շատ կարևոր զրույցներ եք ունեցել հենց այդ օրերին եւ երբ հիվանդությունը երկրորդ անգամ սրվեց, կարծեմ ձեզ կանչեց իր մոտ ու խնդրեց այնինչ կասի գրի առնեք, թելադրի։ Հա, այդ երևի թե շատ սխալ ընկալվեց հետո, որովհետև խնդրել էր որ բեմից կարդամ այդ մեծ նամակը իրականում մարդիկ չեն մտածել, թե ինչ ենք մենք անցել, երբ որ դա գրում էինք, որովհետև երբ որ մարդ գիտակցում է, որ հեսա գնում է, ու այնքան ուժ ունի դրա այդ մեկտեղ, իսկ ինքը ցավերի մեջ, հա, երևի թույլ է արդեն, որտեղ հաց չի ուտում նորմալ, դրա այդ մեկտեղ ոնց որ ուզում է հասցնի բոլորին ասի, որ սիրում է ու որ հավատում է, որ այդ կապը հետո լինելու է, իմ համար այդ process-ը գրի առման նախ, ուր մնաց կարդալու, որը կիսով չափ կմկմալով եմ արել, ինձ համար շատ մեծ էր այդ ժամանակ այդ բեռը քաշելու ու տանելու, ես չէի կարող պատշաճ կերպ դա ներկայացնել գուցե դրանից շատ բաներ այլ կերպ ընկալվեց, չգիտեմ,
Բայց մենակ եթե փորձես մտածես, որ հայր ու աղջիկ գրի են առնում մի քանի էջանոց նամակ նրա մասին, որ հայրը գնում է, и он прощается։ Ֆիլմի տեսարանը կարծում եմ հաստատ։ Հա մենք շատ երկար չենք կարողանում խոսել, որովհետև այդ ընթացքում արդեն ինքը քնկոտ էր։ Իհարկե մայրս դամառան ֆանտաստիկ ձևով է մինչև վերջի վարկյանը papayin պահել։ Մամայիս ասածները գլխիս մեջ կար, իմ մաման առանց հայրա մեծացել ու մոր կորուստը շատ ծանր էր տանում։ Ու միշտ պատմում էր, ասում ես տենց է չհասցրեցի մամայիս ասեմ, թե ես ինչքան եմ իրան սիրում, ու այդ միշտ իմ գլխի մեջ փտտվել է անընդհատ, որ ես պետքա հասցնեմ, ես պետքա գոնե դա հասցնեմ անեմ։ Ու ես ոնց որ հասցնում եմ այդ ժամանակ անեմ։ Պինդ փաթաթվում եմ ու շշնջում ականջին։ Ու ոնց որ երբ որ դուրս եմ գալիս 5 րոպե է նայրից մինչև մեր տուն ճանապարհը մեքենայով նամանավանդ ես հայտնվում եմ տանը իրերս դնում եմ ու զանգա գալիս ու միջև հələ խոսք լսելը ոնց որ ականջներից մեջ սենց սուլոց հայտնվեց ու այդ սուլոցից առաջինը հասկացա որ ես ինչ որ տարօրինակ զանգա ոնց որ ու հետո մաման ասեց նախադասությունը ասեց չէ էլի խնդրում եմ մի ասեք ինչ օրգանական ցանկություն չլսելու այդ ինֆորմացիան ու առաջին ոնց որ բանը այդ պատասխանատվության մասին որ ասում եմ առաջին իմ ցանկությունը եղել է ոչ թե լացել իսկ ես շատ ծանր եմ տարել այլ առաջինը մի հատ լացածնել մերոնց որ հանկարծ բան չմնա ներսում մամային ոնց որ կոնտրոլի տակ լացումը լավ է ու սկսեցի հիվանդագին կերպով փոքր եղբորս ման գալ Սաշային որ թափ տամ ու գտա ինչ որ մի հատ անկյունակում այնքան թափ տվեցի որ ու ասում եմ որ լաց եղի մինչև լացեց ու այդ ժամանակ նոր ոնց որ այդ իմ всё ամեն ինչ հիմա ճիշտ կընթանա ու այդ ընթացքը բնականաբար այդ պատասխանատվությունը վերցնելուց հետո նույն մշակույթի նախարարի այդ հանդիպումը որոշելու թե ոնց է ընթանալու այդ սաղ պրոցեսան Իսկ ինչ խորհուրդ կտար հայրիկը, եթե հիմա տեսներ ձեզ։ Не спеши, նույնիսկ հիմա երևի։ Ինքը կարողանում էր այդ ճիշտ պահը գտնել։ Ես շատ արագ վառվում եմ մտքերից ու շատ արագ հանգում եմ։ Ինձ հիմա ոգևորելն է շատ դժվար։ Ու այդ իմ շտապողականության պատճառով է, ոնց որ այ մենք այսպես կանենք ու ոնց որ ես անդադ մոռանում եմ, որ ես խելագար մատոռ եմ, իսկ մնացածը այդքան խելագար չեն, ինչքան ես, ու երբ որ ես սկսում եմ ինչ-որ process աշխատանքի մեջ, կապ չունի ինչի մեջ, մեկ էլ զգում եմ, որ Աստված իմ, ախր ես այս մարդկանց դեռ չեմ տեղեկացրել ինչ եմ միջևերջ ուզում ստանամ։ Իսկ ինչ է ձեզ համար ապրել առանց ֆիլտրերի։ Ամենայն երջանկություն իրականում այնքան հեշտ է ֆիլտրերով ապրել ձևացնել ինչ որ մի բան որ դու ոնց որ ես ունեի այդ process-ը երբ որ ես նույն ասենք ամուսիններիս հետ ինչ որ խնդիրներ էին ես ձևացնում էի երջանիկ կյանք հա ու հիմա այնքան նախ մարդիկ են իհարկե ինչ շրջապատող այդպիսին իրանք առանց ֆիլտր են ու ես էլ ոնց որ հասել եմ այնտեղ որ ինձ ֆիլտր պետք չի ես հասել եմ այնտեղ որտեղ իմ խոսքը այնքան բարությունով է լցված այդ մարդկանց հանդեպ ու աշխարհի հանդեպ որ ես ֆիլտրների կարիք չունեմ խաբեության կարիք չունեմ ինձ համար դա ավելորդ ժամանակի ծախս է ես սիրում եմ ֆիլտրներով նկարվել որովհետև ոնց որ 4 երեխու չքնած մաման հաստատ պետքա ֆիլտրով նկարվի խնդրում այդ ոնց որ առանձին հարց է բայց շփման մեջ
Նույնիսկ ունենաս այն ընկերները, ում հետ no filter ես, այսինքն դու դաժե չես ֆիլտրում, դու հանգիստ խոսում ես, որտեվ գիտես, որ ինքը քեզ լսում է։ Այդ շատ կարևոր է։ Դրանից ավել երջանիկ մարդ չի կարա լինի առանց ֆիլտրերի ապրելը, բայց դրան գալը շատ դժվար է։ Շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, բայց պիտի խնդրեմ, որ առանց ֆիլտրերի նկարվենք։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք Նորա Գրիգորյանի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Mova ֆոտոստուդիային նկարահանումներն իրականացնելու համար, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։